Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այո մենք միացել ենք արդեն հեռուստաընկերության ընտանեկան այս առավոտյան եթերին եւ վստահ եմ դուք էլ հիմա էկրանների առջև նստած սուրճը պատրաստ կամ նախաճաշը պատրաստ վայելում եք մեր առավոտյան եթերը։ Մենք անչափ բարձր տրամադրություն ունենք, որովհետեւ եւ եղանակն է լավը, եւ ասելիքն է լավը, եւ Էման է սիրուն այսօր։ Բարի լույս Էմա։ Բարի լույս Արտավաս։ Բարի առավոտ հարգելի գործընկեր, հարգելի հեռուստադիտողներ, այ օրը երկուշաբթի աշխատանքային նոր շաբաթը մեկնարկել է եւ մենք ուղիղ եթերում ենք ինչպես յուրաքանչյուր առավոտ տարիներ շարունակ ու բնականաբար դրա համար մենք միշտ շնորհակալ ենք մեր հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն պարոն Ռոբերտ Օղլաղջյանին, ով մեզ տալիս է բացառիկ հնարավորությունը եւ մեր համայնքին եւ մեզ ամեն առավոտ ուղիղ եթերի ռեժիմով դիտել նոր հաղորդումներ, նոր եթերաշրջաններ ու բնականաբար այսօր անասելի ուրախ ենք, որովհետեւ մեր տաղավարում եւ հյուր է եւ տան գլխավոր անդամն է պարոն Ռոբերտ Օղլաղջյանը, ում սիրով ողջունում ենք ու ասում բարի առավոտ։ Բարի առավոտ, պարոն Օղլաղջյան։ Բարև ձեզ, բարև սիրելի հեռուստադիտողներ։ Մենք ձեզ կարոտել ենք եթերում։ Այո։ Ճիշտ ասած, ես միշտ աշխատում եմ մի որևէ նորություն լինի նոր կամ որովհետև ամեն օր դուք ասում եք ինչ որ ես մտածում եմ, էլ ուղղակի։ Հա, բայց պարոն Օղլաղջյան, ամեն օր նորություններ եք ներկայացնում։ Հիմա ինչի՞ն եք սպասում։ Հաջախագի է տառը նորությունները, ավելի շատ քան Հայաստանի իրականությունները կամ ամերիկյան իրականությունները։ Արդեն ավելի շատ նորություններ կա, բայց արդեն նորությունները իմիջիալոց ասեմ որ տարբեր բաները չի բաժնվում, էլի, ասենք թե ճոգատների։ Եթե մի հատ լավ բան անում ես, բոլորը լավ չեն քննադատում, իսկ ամերիկյան քաղաքականությունը կամ Հայաստանի քաղաքականությունը տարբեր ճոգատների են բաժնվում, տարբեր խմբերի, երրագլխանի տեղ, երրագլխանի իշխանություն, երկգլխան, ինչ գլխանի ասես։ Բայց լավն է այսօրվա մեր իրական շոուն, քաղաքական շոուն, էլի Հայաստանում շատ լավն է, շատ իսկական շոու է, շոու բիզնեսի մեջ շոու չստացանք, քաղաքական մեջ ստացանք, էլի։ Հա, փաստորեն, այդ թողնենք հաջորդ դասին։ Այդ հաջորդ Տերենիկ Յապուջյանը այնտեղ անհամբեր սպասում է, ուսումնասիրում է իր ժամին, թող կա ինքը արդեն քաղաքականությունը, այս դեպքերը վերջի բան, ինքը երևի ավելի մանրակրկիտ։ Ինքը Արմենե Չիբուխչյան, Արուսյակը Գեորգ, իրանք լավ տիրապետում են այդ ամենին, հենց որ 3-30 լուրերի հիմնական թողարկումը։ Այո, ձեր հաղորդումից հետո է Ռաֆայելն է, Էման է Կարաբեջյան, Հայաստանի մեր նոր Հայաստան հեռուստաընկերության լրատվությունն էլ է մեր, այսինքն արդեն հարուստ է ամեն ինչով։ Այո, նաև միջազգային լրահոսով։ Հա, եւ բան չունենք, ինչ ասած, ընդդիմություն չունենք։ Մենք միշտ իշխանություն ենք։ Հա, դիմադիր ենք միշտ։ Ոչ էլ իշխան, կակրաս ոչ մի իշխանությունների դեպքում մեզ չսիրեցին։ Մեզ ոչ մի իշխանություն չսիրեց։ Ես փոխել եմ 5 հատ վարչապետ ու պրեզիդենտ Հայաստանում, փոխել եմ 4 հատ վարչապետ ու պրեզիդենտ Արցախում, Ղարաբաղում եւ 7 հատ պրեզիդենտ Ամերիկայում։ Ոչ մեկը մեզ չսիրեց։ Ոչ մեկը մեզ չսիրեց, որտեղ ոչ մեկի կադարածուն չտարանք, ոչ մեկի այդ այսինքն մենք մեր համար առաջնայինը pedagoganությունն է։ Ապրում ենք Ամերիկայում, իմ համար լավ է, դա շարքային մեծամասնությամբ ամերիկացիներն լավ են զգում ընտանիքներում, երկիրը խաղաղ է։ Հայաստանում ես երջանիկ եմ, որ եթե ժողովուրդը լավ ապրի, խաղաղ ապրի, անտեղի զոհեր չունենանք, օրինականատեսեմ 1988 թվականից մինչև այս վերջի մի տարին խաղաղ լինեն, բարեկեցիկ հնարավորություններ ստեղծվի մարդկանց քրդնաջան աշխատելու, ապրելու եւ վայելելու իրենց աշխատածը, ես այդ pedagoganության կողմն եմ, ով կլինի վարչապետ, ով կլինի նախագահ, ով կլինի ինչ, ես գտնում եմ, որ պետք է լինի այն մարդը, որը հիմնականում ճիշտ է, բոլորի հետ համագործակցել պետք է, բայց կախվածություն չունենա ոչ մի օտար երկրի։ Ցավոք սրտի մենք միշտ կախվածությունների մեջ ենք ապրել հազարավոր տարիներ, կախվածությունը քիչ է, ենթակայության տակ, իրենց տիրապետության
հստակ, ես ուզում եմ, որ մենք կարողանանք մի քիչ ցիվիլ ապրել, էլի, մի քիչ նորմալ բարեկեցիկ վիճակով ապրել, էլի։ Հուսանք, որ այդպես կլինի։ Ես իմ կողմից ինչ որ կարող եմ անում եմ, մինչև այսօր նպաստում եմ, ուրախություն բոլոր հեռուստադիտողների ասեմ, որ մի քանի օր առաջ համահայկական հիմնադրամը եւ Գյումրու քաղաքապետարանը իմ համար հետ կարևոր չի ով է քաղաքապետը, որ կուսակցությունը ղեկավարում չգիտեմ էլ։ Հիմա ես չգիտեմ ով է Գյումրու քաղաքապետը, թեկտածու չգիտեմ, ինձ չի հետաքրքրում։ Ինձ պետք է ապրի ընդրի այն մասսան, որը ապրում է Գյումրիում։ Իրանք ում նպատակարար գտնում են թող դրան։ Բայց ուրախություն ինձ հիմնադրամն ու Գյումրին հողատկացում եղավ նորից մուշ թաղամասում 50 նոր բնակարաններ են նորից կառուցվելու բնակարանները անընդհատ տարիներ իմ Գյումրի ծրագրով, չնայած մի բառ չի խոսվել թե ով է իմ Գյումրի ծրագրի հեղինակը, ոնց է առաջացել, արդեն շնորհիվ է իմ Գյումրի ծրագիրը ի հայտ եկել, ոչ մի բառ չխոսվեց, ուղղակի հիմնադրամը իմ Գյումրի ծրագրի շրջանակներում պայմանագիրը, չգիտեմ ով է հիմնադրամի նախագահն, ազնվությամբ եմ ասում, ես չգիտեմ հանրազգանն իմը ով է Հայաստանի համայնքական հիմնադրամի նախագահ, ոնց Հայկակը գնաց մի տարի է Հայկակը Հունգարիայի դեսպանն է, արդեն մի տարի է, ես կապ ունեմ Հայկակի հետ, բայց ով է հիմնադրամի նորընտիր նախագահ, պաշտոնակատար է, թե նախագահ է, հոգեբարձներ խորհրդում են դրե, ես կուրսի չեմ, բայց իմ Գյումրի ծրագիրը ես գիտեք վստահության մասին որ խոսում եմ մարդ ընդհանրապես բաց իրենից ուրիշին դժվար է ասի վստահում է, չի վստահում, որտեղ ամեն ինչը Էյնշտեյնը լավ բան էր, էլի, ասում է ամեն ինչ հարաբերական է, էլի։ Այդ անեկդոտը գիտեք։ Չէ։ Հա։ Հələ հետաքրքիր է բան աղլա։ Բանդի խոցում մի հատ բան է, գողական մեկը նստած է ու մի հատ ինտելիգենտ գիտնական է, ինչի համար են ցերպակալը չգիտեմ, բայց նույն խցում են, այս գողականը պարգած դարի վրա, այս ինտելիգենտը քայլում է խեժ մարդը, գնում հետո առաջ տեն չի ինքը ինգետեն էլ չգիտի, այս խալ բան է, փորձարկում էր պայտեցում բան, բռնել են, այս մեկը, որ ասում է ինտելիգենտին, այդ Էյնշտեյնը ով է, ասում աշխարհաճակ հայտնի գիտնական է, ասում է ինչ է հնարը, որ այդ սաղը, ասում է հարաբերակայության տեսությունը, թեորիա относительность, էլի։ Ասում է երկու բառով բացադրես ինձ այդ գողականը։ Ես խեժ ինտելիգենտ ասում է սաղ աշխարհը չհասկացան ինչ է այդ մեռավ խեժեշտենը, ես քեզ երկու բառով ոնց ասում է կամ պետք է բացադրես կամ էլ լավ չի լինի, քո վիճակը ես խեժ ինտելիգենտը ինժեները ասում է հիմա դու պարգած ես նարի վրա, չէ, ես քայլում եմ, չէ, երկուսը դրսի համար նստած ենք։ Ճիշտ է։ Լավ էլ բացատրում։ Բայց երկուսը դրսի համար նստած ենք, բայց դու պարգած ես, ես էլ իրականում քայլում եմ։ Լավ, ես էքսպրոմտ։ Ասեք, հիմա մեր Էյնշտեյնից կա։ Հիմա բանտից խոսացիք, պարոն Օղլեղջյան, անեկդոտը բանտի մասին էր։ Մի հատ ֆիլմ եք բերել ու անընդհատ մենք էլ խոսում ենք այդ ֆիլմի մասին, Զոնտիկ ֆիլմի մասին է խոսքը, որը ցուցադրվելու է ապրիլի 9-ին HBO Performing Arts Center։ Այդ ֆանտաստիկայի ժանրից է։ Հիմա բայց մենք այդ պատմությանը լսել ենք, բայց պատմության ընդհանրապես ոչ մի բան։ Արդավաշյան, դու ծնված չես եղել, ոչ էլ էման, այդ թվականներին ոչ մեկը ծնված չեք եղել։ Դա այսօրվա պես աչքիս առաջ գալիս է այդ օրերը, պատմությունը։ Այդ պատմությունը, երբ որ տեղի ունեցավ 1977 թվականին, ես 4-րդ կուրսի ուսանող էի, համալսարան, Երևան։ Եվ գողությունը որ եղավ, ոչ մեկս չգիտենք ով է, ինչ է գողություն անողները։ Դա ֆանտաստիկայի ժանրից էր։ Առավոտյան զարթնանում ենք, որ ասում են կենտրոնական բանկը Գյումրու Երևանի, Հայաստանի կենտրոնական բանկը վերևից, այսինքն առաստաղի վերևից, փորել են
Մանկական զոնտիկը կախել են, որ փոշին միանգամից բացահայտված արդեն լուրը հասնում է ժողովրդին, թե գողություն է տեղի ունեցել ամբողջ Հայաստանում։ Չզոնտիկով բան։ Դե զոնտիկը խո չեն տարեհետները, զոնտիկը սա ամեն ինչը գողությունը, այդ տեխնիկան, ջարտելը, զուբիլը, չակուճը, իրանք 30 կիլո համայրա բան են տարեհետները, որ փորեն, հավաքեն, այդ սաղ ամբիցներով են պատրաստվել, իրանք ֆիզիկապես են պատրաստվել, որովհետև այդ 4 քանի մետրը միանգամից կրիշից կրիշ թռնելը, այդքան վեշով, այդքան ծանրությամբ, զոնտիկով եւ այնտեղ այն միկրոսկոպային ճշտությամբ օրելը, որ չընկնի փոշին ներքև եւ չմիանա սիգնալիզացիան, կախվել եւ 30 կիլոից ավելի նույն քաշի գումար տանել եւ այդ գումարը 1.5 միլիոն է այն ժամանակվա մոտավորապես 150 լուքս մեքենայի արժեք էր եւ սա նոր դերշրջանառության մեջ չմտած նոր հարյուրանոցներ եւ այդ ամեն ինչը թռնել նորից հետ տանելը դա ամիսներ տևեց բացահայտում է Արտավազդ էր ուզում հարցնում ասի փաստորեն իրենք կատարել են գողությունը շատ լավ կերպով ավարտել այն վայելել են ակի ժամանակ իրենք վայելել են Ռուսաստան գնացել են հարսանիք են արել իդեալական գողություն ընկերուհի են ունեցել որոշակի ձևով ոչ ճիշտ ծախսել են այդ գումարը սկզբնական շրջանում խելոք ձևի տարածելով այդ գումարները որ մարդկանց մեջ որ այդ համարները խառնվի եւ այլն որովհետեւ համարները կենտրոնական բանկը գիտեր որ համարների գումարներն է տպագրել այն աշճանի հզոր գողություն էր դա որ այդ ժամանակաշրջանում 70-ական թվականներին ճանաչվեց տարի գողություն Եվ այդ պատկերացնում եք սովետական միությունում իշքան գողություններ է տեղ ունենում ամբողջ այդ 250 միլիոնանոց երկրում սովետական միությունում Եվ այդ գողությունը հասնում է մինչև Բրեժնևին Այսինքն լուրը հասնում է նրան Մինչև այդ գործով նույնիսկ Բրեժնևն է զբաղված եղել Եվ այս կինո որ նկարվել է Պարկուպադիվ Գոշ Հակոբսին, որը ռեժիսորան, ամեն ինչ, այս ֆիլմը ինքը կազմակերպեց Երևանում ամբողջ նկարահանումները եւ ֆանտաստիկ կադրեր է ստացել 70-ական թվականներ։ Այդ գողությունը, թրիշկը, այդ տանելը, Ռուսաստանում վայելելը, ամեն ինչը ցուցադրված է այդ ֆիլմի մեջ, սա գեղարվեստական ֆիլմ է, ոչ հեռուստատեսությամբ լինելու, ոչ որևէ տեղ լինելու, մենակ կինոթատրոններում է լինելու եւ շտաբեք ձեռք բերեք տոմսերը, որովհետեւ ամսի 9-ին, ապրիլի 9-ին եւ պրեմիերան Այստեղ է եւ պրեմիերան կինո Մոսկվայում է։ Այսինքն ամսի 9-ի երեկոյան էստեղ արդեն դուք ձեր հարազատներիցով կիմանաք իրենց կարծիքը կինո Մոսկվայում դիդումից նույն օրն ենք դրել պրեմիերան եւ էստեղ եւ այնտեղ դերասանները շատ հայտնի դերասաններ են Սոս Ճանիբեկյանն է այնտեղ Դավիթը շատ հայտնի Ռուսաստանից հայտնի դերասանուհի է մասնակցում Եվ ֆիլմը այդ ամբողջ պատմությունը տարած է դեպի 70-ական թվականներ եւ ովքեր էլ չեն լսել այդ ֆիլմի այդ գողության մասին ֆիլմով լրիվ իրանք պատկերացումը կունենան թե ոնց են այդ գողությունը տեղ ունեցել եւ ոնց են այդ միլիոնը կեսը տարել եւ ես Գյումրիում շատ լավ ճանաչում է երկու տղաներին, հորեղբոր տղաներին։ Գողություն իրականացնողները գյումրեցիներ են։ Գյումրեցի են, պոլիգոններ փողոցի վրա, Շիրագացի փողոցի վրա են, պոլիգոններ թաղամասում էին ապրում։ Ֆելիքսն ու Նիկոլայը, Կոլիկն ու Ֆելոն։ Կոլիկն ու Ֆելոն հորեղբոր տղաներ են, եղբոր նման էին։ Իրենք ես լավ հիշում եմ, երբ որ KGB-ի սովետական միության ներկայացուցիչը ռուս KGB-իստը երբ որ եկել էր Հայաստան
եւ մեր KGB-ի հայաստանյան աշխատակիցները իրենց տարել էին եւ ցույց էին տվել, ինքը ասել էր սա հնարավոր չէ, որ ընդեղից ընդեղ մարդը 30 կիլոգրամ վեշով կարողանա թռնի, դա բալի ժանրից է, անհավանական ժանրից է ու հայ քննիչներից մեկը 2 շաբաթ գիշեր ցերեկ պարաբելով թռնում է որ տեսնի դա իրականացնել եւ Մոսկվայի մարդկանց որտեվ սկզբից կասկած կար որ բանկի միջով է եղել են կրիշում ծագել են ոչ թե կողքի թրեշքից բայց բանկից էլ է մարդ եղել իրանց այդ մասնակիցս ամեն ինչին որ ինֆորմացիա իրանց տվել ոնց ինչ որտե ծագեն ինչ անեն եւ այլն այդ սա ֆիլմում կա Եվ շատ հետաքրքիր ֆիլմ է, ես խորհուրդ կտայի անպայման նայեք, նախ առաջինը որ վերհիշեք, հաճույք առնեք այդ պատմական պահերը եւ երկրորդը նպաստենք մեր ֆիլմ արտադրությանը։ Եթե մենք պետք է այսպիսի լուրջ կինոներ նկարելով, պատմական իրական փաստերի վրա, իրական պատմության վրա, այս կինոներին չաջակցենք, այլ անընդհատ մտածենք, որ ոնց անենք մի քիչ ոչ նորմալ հումորի վրա շատ ծիծաղենք մենք այդքան չենք կարողանա նորմալ ֆիլմ արտադրություն ունենալ օրինակ հիմի այս լավ հիշում եմ այսօրվա նման երբ որ Գյումրում եկան եւ իրանց տանից էլ փողեր հանեցին իրանց պահել էին, հա Տունն էլ որոշակի գումար տունն են պահել, ես այսօրվա պես հիշում եմ, որ եկել էին փողոցը ոնց էին շրագացին, փագե, ամբողջ KGB, միլիցիա, բան եւ այլն, Մոսկվա, դե գիտեք, եւ կոնտրոլը ամբողջ Մոսկվայի տակ էր, եւ մեշոկներով փողերը ոնց էին հանում Ֆելոյենց տնից։ Չէին հասցրել էլի ծախսել տնից Ֆելիքսից, ոչ թե չէ, շատ չէին հասցրել ծախսել Ափսոս։ Հա։ Ափսոս լավացեց։ Ես ասեմ գովաս թե դուք կասեք։ Մենք ասենք, հա։ Մենք ունենք գործընկերներ, որոնց շնորհակալություն ենք հայտնում, դրանցից մեկը Level ռեստորան եւ lounge-ն է, գտնվում է Glendale-ում, հաճելի ժամանցի վայր, որտեղ կարող եք վայելել եւ համեղ ուտեստներ եւ կոկտեյլներ եւ դրա հետ մեկտեղ բիլիարդի երկու տեսակ է եւ ռուսական սեղանը կա եւ ամերիկյան փուլը, այնպես որ հանգիստ կարող եք վայելել 818-242-33-34 լևելում միշտ բարձր լևելի տրամադրություն է։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ Ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեմ բնեմ բերանները որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին փաստն, ոչ էլ վերջին։ Բապածալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներսամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար եկա։ Արիթե եկ հատ տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջան առնում։ Կորիչը ոչ մեկ է մոտ չկա։ Отнимай деньги! Отпустите! Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, чтоб в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ է։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе.
Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մենք ունենք գործընկերներ, որոնց պիտի շնորհակալություն հայտնենք ու առաջարկենք, որպեսզի օգտվեք իրենց ծառայություններից։ Եվս MHA գրուպը, որոնք իրականացնում են շատ կարևոր գործառույթ մեր համայնքում բնակվողներին, օգնում են ստանալ այն նպաստները, որոնք կարող եք ստանալ օրենքի սահմաններում 505 557 7557 զանգահարեք Հասմիկ Մանուկյանը իր թիմակիցների հետ միասին կօգնեն ձեզ այդ հարցում։ Իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը պարոն Ռոբերտ Օղլախչյանի հետ միասին եւ վստահ եմ եւ դուք եք կարոտել եւ մենք ենք կարոտել հետաքրքիր խոսքին, ճիշտ խոսքին եւ այսպես անկեղծ անմիջական զրույցին, ոնց որ տանը ընտանիքի անդամներով նստած կզրուցենք։ Պարոն Օղլախչյան, Արտավաս։ Ես խոսքը տրամադրում եմ քեզ։ Շնորհակալություն։ Մեր հեռուստաընկերությունը ձեր գլխավորությամբ բազմաթիվ նոր աշխատանքներ է ներկայացնում մեր հայ համայնքին, բայց մենք միշտ համեստաբար լռում ենք։ Դուք ձեր հերթին, մենք որպես ձեր սաները, մենք մեր հերթին անընդհատ դրա մասին չենք ճչում, չենք բարձրաձայնում, բայց կարծես թե դա այդքան էլ ճիշտ չի, երևի թե ինչ-որ բան պիտի փոխվի, մի քիչ ավելի հաճախ պիտի ասենք։ Էմա ջան, ոչ մարդը չգիտե ճիշտը որն է, սխալը որն է, շատ ասում են գլուխ է կովում, չես ասում ասում ոչ մի բան չեն անում, բայց այս դեպքը ձեր մասին չի։ Մենք համենայն դեպս միակ հայկական հեռուստաընկերությունն ենք Սպյուրքում ամբողջ աշխարհի, որ ունի առավոտվա ծրագիր, երեկոյան ծրագիր, մի քանի լուրեր, վերլուծություններ, բիզնեսային ծրագրեր, տարբեր հնդկական Sony-ից առած կինո, բրազիլական կինո, մեր արտադրության կինո, մեր սիտկոմները մեր լուրերի վրա աշխատում են Արուսագը, Տերենիկը, Չիբուխչյանը, Լիլիթը, Ռաֆայել Մնացականյանը, Էմա Կարաբեջյանը, 6 հոստով լուրեր են կանում, այդպիսի լուրեր կա որևէ մի հեռուստաընկերություն Հայաստանում չկա 6 հոգով լուրեր անվող հեռուստաընկերություն, բայց մենք ինչ խոսենք, եթե դա ամեն ինչը ցուցադրում ենք, ժողովուրդը նայում է, կամ մեր ֆիլմերի արտադրությունը։ Ես թիվ ասեմ, բոլորդ զարմանաք, այս ապրիլի 16-ին լրանում է Arflix-ի 2 տարի։ Ինչ օրականություն։ 2 տարվա մեջ նկարահանվել է մոտարապես 1000 էպիզոդ։ 2 տարվա մեջ 1000 էպիզոդ։ Սա ֆանտաստիկայի ժանրից է, վայտը ավել։ 260-հատ դասամիջոց, 120-հատ տանդեմ, 170 քանյատ վենդետա, այնտեղ էլ չասենք մնացած մեր նկարահանվող բազմաթիվ ֆիլմերը, սիտկոմները, 1000 էպիզոդ դրվել է, բդեք Arflix եւ նայեք։ Այսօր այդ օր չկա Arflix-ում թազա օր չկա, մեկ կամ 2 էպիզոդ ամեն օր։ Եվ շաբաթական համարյա ամիսը 50 էպիզոդ է գնում։ Դուք պատկերացնում եք այդ ինչ տիտանական աշխատանք է։ Եվ դուք մենակ այս նստած նայում եք Գլենդելում կամ Հոլիվուդում, Նորթ Հոլիվուդում, Թանգաում, բայց մի մոռացեք։ Մենք համաշխարհային սփյուռք ունեցող ազգ ենք եւ մեր ազգի ավելի 2 անգամ ավելի 3 անգամ ավելի շատ սփյուռքում հայ կա, քան Հայաստանում։ Այսինքն ամենամինիմում թվերով։ Այսինքն այդ սփյուռքի ժողովուրդը երազում է, որ կարողանա 4K որակի կամ HD տարբերակով դիտել 4K, HD չի, 4K, որ տանը դու միացնես Arflix-ը տան Sony վրա, ռեալական տարբերությունը կզգաս եւ ամերիկյան HD-ներից 4K մեր կինոները նկարահանվում։ Եվ 4K որակի տրվում է Arflix-ի մեջ այդ կինոները։ Հիմի նորից կինո ենք նկարահանում, մեզանից մեկը։ Եվ սա 16 սերիայից բաղկացած շատ ակտուալ եւ հետաքրքիր թեմա է։ Ու շատ կարևոր կարծում եմ այս ժամանակ։ Ալկոհոլիզմի եւ նարկոմանիայի մասին է Լոս Անջելեսում եւ դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում եւ երիտասարդների մոտ
Եվ եթե ինձ նայում են բիզնեսմեններ կամ ծնողներ, որոնց երեխաները բիզնեսներ ունեն, դեռ հիմի է նկարահանումները գնում, ժամանակն է, կարող են իրենք կապ հաստատել արդեն հեռուստաընկերության հետ եւ ինչ որ իմաստով այս ֆիլմի մաս կազմեն, հովանավորեն, իրենց մոտ նկարահանումներ անվի, որովհետեւ մենք ամբողջ սցենարը, որը գրել է Զորաբ Բեկ Գասպարենցը, ամբողջ սցենարը վերաբերվում է, թե ինչպես պետք է ծնողները ուշադիր լինեն, որ երեխաները չսայտագեն եւ նարկոմանիայի մեջ եւ ալկոհոլիզմի մեջ, եթե արդեն նույնիսկ սայտագել են, ինչպես շուտ իրենք զգան, ինչպես կանխեն, այդ ամբողջը այդ ֆիլմը, այդ սերիան դրա մասին է։ Մեր համայնքի ամենահայտնի դերասաններ են, Զորիկն էլ է խաղում, Լիլի Վարդանն է խաղում, Էնջելն է խաղում, այնտեղ Աշոտ Ղազարյանն է խաղում, Աշոտ Էդիգարյանն է, Իվետանն է, Դավիթն է այնտեղ, Սարգսյան, շատ կան այնտեղ, Վայրը նկարում, Լիդուշիգը տնօրենն է, մեր ճանաչված սիրելի երգչուհի Լիդուշիգը ֆիլմի տնօրենն է։ Արդեն որ երրորդ պրոյեկտն է, մի քանի պրոյեկտ։ Իրանց հետ արդեն երրորդ պրոյեկտն է, այստեղ նկարում ենք, երրորդ պրոյեկտն է, եւ սա շարունակական հիմա նկարվում է նաեւ Հայաստանում, իջալոց ասեմ հեռուստադիտողներին, որ Վենդետայի վերջի սերիան է շաբաթ է։ Վենդետայի այդ հայտնի Վենդետայի վերջի սերիան է շաբաթն է, բայց 15-ից հետո սկսում ենք նոր Վենդետայի այդ անձնակազմը, նկարում է նոր սերիալ, հաշվի արտար, հիմի նկարահանումները գնում է Երևանում, նույն խումբն է նկարում, գլխավոր դերում Վարուժն է, մեր սիրելի Վարուժն է գլխավոր դերում, ոնց որ էս Վենդետայի մեջ էր գլխավոր դերում ինքը։ Նկարում ենք նաև Սոսե, բազմասերիանոց ֆիլմը, Սոսե։ Հետաքրքիր անունը։ Շատ։ Ֆիլմը երկողվածություն ունի, Սամմանի, բանակի Սամմանի մասին է, Արցախյան որոշակի գեներալների դավաճանության մասին է, եւ ինչպես նաեւ Հայաստանում ծնողազուրկ երեխաներին օգտագործելու մասին է, թե ինչպես են այդ մաֆիան փողոցներում, ինչ մաֆիա է կատարվում, շատ լուրջ թեմա է, լուրջ դերասաններ են խաղում, Տամարանն է, Սոֆան է, Աշոտն է, Դավիթ Սարգսյանն է, շատ լուրջ, Գևորգյան Տամարան, շատ լուրջ նորից խումբ է հավաքվել, Մուրադն է Նադիրյան, Աշոտն է նկարում, Աշոտ Տեր-Մատևոսյանն է նկարում, ես նույն դասամիջոցը, նույն ես արդեն Աշոտի հետ արդեն 12-րդ պրոյեկտն է Աշոտի հետ։ Աշոտի հետ արդեն երևի նկարել ենք 1400 սերիա, միայն Աշոտի հետ։ 1400 էպիզոդ, 1400, սա էլ շատ դաստիարակչական, շատ հետաքրքիր, շատ փաստերի հիման վրան։ Այդ լավ է, որ ժանրը փոխվում է, էլի, պարոն Օղլախչյան, այսինքն այդ կներեք հումորային այդ ժանրը լավ է, իհարկե, որ կա, ծիծաղը բան լավ է, բայց դրա հետ մեկտեղ կողքին պիտի լինի նաև Էդ էլ ենք նկարել, շուտով Արֆլիքսի հեռուստա բաժանորդները Մգրդիչ Արզումանյան եւ Լիանա Վանոյան 13 վայրկյան, էդ էլ եմ նկարել 16 սերիա, էդ էլ շուտով կտեսնեն 13 վայրկյան։ Մգրդիչ Արզումանյանն է գլխավոր դերում եւ Լիանա Վանոյանը, այսօր շուտով ես եմ պրոդյուսերը նորից ֆիլմի, էդ էլ շուտով կլինի, այնպես որ Նորությունները շատ-շատ են։ Ես կարող եմ մի շաբաթ էլ կամ։ Համեցեք մենք։ Ես չեմ ուզում երկար մնամ, ինչի համար, որովհետև մի անամպեր մարդիկ նստած սպասում են մեր վարչապետին, մեկը կասի փորձել են խփել են, մյուսը կասի լավ են արեն, մյուսը կասի վայ դրանց թողեք այդ մասին հաջորդ 10-ին, թող կա
Տերենիգը եւ այդ մասին կարող եք խոսել։ Ասայեբաջան։ Շնորհակալություն պարոն Օղլախչյան։ Շնորհակալություն ենք ձեզ ուզում ասել, պարոն Ռոբերտ, ու իսկապես մեծ սիրով ձեզ սպասում ենք ձեր իսկ հեռուստաընկերության տաղավարներից մեկում, այսինքն մեզ մոտ, որովհետեւ անչափ հետաքրքիր է ձեզ հետ։ Ես էլ ձեր հետ որ գալիս եմ, այնքան բան չասեցի, որ գիտես, մտածում էի, պետք է ասեի, բայց հələ սաղ մնաց կիսը։ Դե դրա համար ենք ասում։ Ուրեմն ժողովրդին երկու բան ասեմ ու դուրս գամ։ Շատ լավ։ Ու անցնենք գովազդի։ Առաջին, միք մոռացեք ապրիլի 9-ը։ Այո։ HBO-ում միք մոռացեք, որովհետև Զոնտիկը դա ֆանտաստիկ նկարահանված ֆիլմ է։ Ես վերջի 30 տարվա մեջ այսպիսի հաջող ստացել եմ կյանք ու կռիվ կինո նայելուց եմ մեծ հաջող ստացել եւ այս կինոն ֆանտազիայի ժանրից է, այս կինոյի նկարահանումը Աբրի Կոշը, Աբրի սա ֆանտաստիկ կինո է, գեղարվեստական նկարած, Տոմսերն արեք, ես էլ ինքս կլնեմ այդ օրը այնտեղ, մեր երկու պարկ ձեր հետ կզրուցեմ, այնպես որ խնդրում եմ ամսուինին միք մոռացեք, եկեք միասին վայելենք պրեմիերան եւ եթե մարդիկ կան, որոնք կուզենան այս Լոս Անջելեսում նկարահանվող ֆիլմին ապրանք ունեն, պրոդուկտ ունեն, որ ուզում են օգտագործեն այս ֆիլմը շատ մեծ մասսագանություն է վայելելու Մեզնից մեկը նոր նկարահանումը։ Մեզանից մեկը, որը հիմի սկսել ենք նկարահանումները եւ ապրիլի վերջին կավարտվենք նկարահանումները, յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցություն ունենալ եւ բիզնեսներ եւ ապրանքներ, եթե ունեն, որ կարող են product placement, խնդրեմ։ Այսքանը, ես Առայժմ այսքանը։ Ձեզ շնորհակալություն։ Առայժմս այսքան։ Մենք ենք շնորհակալ պարոն Օղլախչյան եւ հետաքրքիր զրույցի եւ ասելիքի ու կարեւոր ինֆորմացիայի համար ապրիլի 9-ին չենք մոռանում գնում ենք Զոնտիկը դիտելու։ Ձեզ լավ օրվա ընթացք։ Պարոն Ռոբերտ, իսկ մենք գովազդով ենք ընդհատվում, մենք էլի գործընկերներ։ Չէ, արտավա, դու մի քիչ կսպասես։ Գովազդով ենք ընդհատվելու, Ֆիբին նույնպես հանդիսանում է մեր գործընկերը, հարգելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք այն ձեռք բերել տեղադրել, ապա կարող եք զանգահարել հեռախոսահամարով իրենց։ Այս բան գովազդ։ Իմիջիայլոց Ֆիբիով մեր կայանը 10 անգամ ավելի որակով է, քան Սպեկտրումով։ Չեք պատկերացնում։ Հետաքրքիր է։ Շատ, այսինքն լրիվ HD որակով ոնց որ դա է, հələ փորձեք անհասկանալի է։ Պարոն Ռոբերտ, ձեր ուժը անհաղթելի է, գիտեք ինչու՞, որ դուք ամեն ինչից տեղյակ եք, բայց այդ ճիշտ մասնագետը այդպեսին է էլի լինում, որ ինչից որ խոսում ես, ինքը փորձել է, ինքը տեսել է, ինքը գիտի։ Ես մինչև անձամբ ին վրա չզգամ, ես ուրիշ ասածները չեմ ասում։ Գովազդ էս պահին կդառնանք։